Ողջունում եմ ձեզ, իմ հարազատ Աջափնյակի հարազատ ժողովուրդ, իմ ընկերներ։ Ես ասեմ, որ Բերտում թմբուկ նվագել լինում է, որպես Նիկոլ Փաշինյանի հրամանով քաղաքբանտարկյալ եղած մարդ, եւ ցանկանում եմ Նիկոլ Փաշինյանին երկար տարիների առողջություն, որ երկար տարիներ նստի բանտում եւ տեսնի, թե ինչպես է Հայաստանը ուժեղանում։ Իմ համար ամենամեծ պատիժը Նիկոլ Փաշինյանին դա է։ Սիրելի աջափնյակցիներ, ես գոռն եմ, ապրում եմ 16 կվարտալում, ես 18 թվականից դեմ եմ եղել այս իշխանություններին, դեմ եմ եղել նախ այն շարժմանը, որը որ իրականացրեցին, հակաղարաբաղյան շարժմանը, որ իրականացրեցին, եւ ես զգում եի եւ ցավոք սրտի ճիշտ դուրս եկա, որ այս մարդիկ չարիք են մեր ժողովրդի համար, չարիք են Արցախի համար։ Եվ չեմ ուզում շատ մինչև 21 թիվը դեպքերին անդրադառնամ, 21 թվին եղավ ընտրություններ։ Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Հիշում եք մուրճը ձեռքին, ֆռում էր էլի փողոցներով եւ խոստանում էր խաղաղություն։ Մեզ ընդդիմադիր ուժերին պիտակավորում էր, ասում էր նրանք պատերազմ բերող են, ես խաղաղություն եմ բերում։ Ինչ եղավ այս ընթացքում, այս 5 տարիների ընթացքում։ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, այն տարածքի վրա, որ այսօր քարտեզը ձեռքը սարքել են բուկլետ եւ ֆռում են, այդ տարածքի վրա հարձակվեց, մոտ Երևանի չափ տարածք գրավեց եւ կարող եք ուսումնասիրել եւ տեսնեք, շատ մեծ ամրաշինական աշխատանքներ են կատարել եւ բացարձակ միտք չունեն այդ տարածքներից դուրս գալու։ Ինչ եղավ դրանից հետո։ Արցախը հայաթափվեց եւ այսօր Արցախը դա պատմական փաստ է։ Նիկոլ Փաշինյանը միակ Հայաստանի հայ ժողովրդի ղեկավարներից մեկն է, միակն է, որի օրոք Արցախում այսօր մեկ հայ չի ապրում։ Դա պատմական փաստ է, դրանից չի կարող փախնել Նիկոլ Փաշինյանը։ Ինչ հետո տեղի ունեցավ։ Կիրանցում դելիմիտացիայի եւ դեմարկացիայի անվան տակ տարածքներ հանձնեց Ադրբեջանին։ Սիրելի ժողովուրդ, այդպիսի դելիմիտացիա եւ դեմարկացիա աշխարհում երբեք չի եղել։ Երբեք այդպիսի օրինակ չի եղել, որ թշնամի պետությունը, հակառակորդ պետությունը գրավի քո ինքնիշխան տարածքից, դրանից ամիսներ հետո մի քանի կիլոմետրեր այն կողմի վրա դելիմիտացիա տեղի ունենա եւ միակողմանի զիջում լինի։ Դա հանձնում էր Կիրանցում Նիկոլ Փաշինյանը տարածքները հանձնել Ադրբեջանին։ Եվ հիմա եկել Նիկոլ Փաշինյանը մեր հետ կրկին եկել խաղաղություն է խոսք տալիս։ Արցախը հայաթափեց եւ ինչ է ասում, եթե լսեք, ասում է մի կերպ հազիվ էս 5 տարվա ընթացքում հասանք խաղաղության։ Գիտեք, մի հատ անեկդոտ կա, ասում է սատանան գնում է հարսանիք, հաջորդ օրը ասում է մինչև հարամարեցի էստեղս հասավ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը էս 5 տարվա ընթացքում ինչ է ասում, ասում է մինչև Արցախը հանձնեցի էստեղս հասավ։ Այս 5 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը գալիս է Հայաստանը թրքացնելու, սիրելի աջափնյակցիներ, եւ մեզ, որ ամենալավը գիտենք խաղաղության գինը, ամենալավը գիտենք պատերազմը ինչ է, ոչ մի քպեական, սիրելի հայրենակիցներ, իր նեխած ընկերոջ դիակը ռազմադաշտից քաշ չի տվել։ Իրանք չգիտեն խաղաղության գինը, մենք գիտենք խաղաղության գինը, մենք գիտենք պատերազմի գինը։ Բայց մենք դրանով հանդերձ չենք վախեցնում մեր ժողովրդին պատերազմով, չենք ասում, որ տեսեք, գիտեք ինչ պատերազմ կլինի, մենք ասում ենք, որ բերելու ենք արժանապատիվ խաղաղություն, մեր բանակը հզորացնելով եւ ռազմավարական գործընկերներ, միջազգային գործընկերներ ունենալով, որոնք որ ապահովելու են խաղաղություն։ Դրա լավագույն օրինակը շատ հետ չեմ գնա 90-ականները, պարոն նախագահն ինձանից վստահաբար ավելի լավ կասի, թե ինչ պայմաններում ուր ենք հասել, բայց ապրիլյան պատերազմն էր, երբ մեր բանակը դիմակայեց եւ մեր միջազգային գործընկերների միջոցով 4 օրվա ընթացքում պատերազմը կանգնեց։ Սիրելի աջափնյակցիներ, այս մարդիկ չարիք են մեր համար, այս մարդիկ չեն, որ Հայաստանը թրքացնելու են։ Եվ վերջում նկարագրելով այս մարդկանց մի օրինակ եմ ուզում բերեմ, որ մեր աջափնյակցիները լավագույնս ամեն օր առնչվում են դրային։
Այս փողոցից մի քիչ վերև սերվիզի խաչմերուկն է, գիտեք բոլորը։ Հենց հիմա իջնենք, այստեղ սարսափելի խցանում է, սարսափելի, ու 4 կողմից է խցանում։ Այս խցանման պատճառը գիտեք ինչն է։ Այդ կալցևոնն է, որ այս իշխանությունները սարքել են։ Դա լավագույն անգերագիտության օրինակն է։ Այդտեղ կամ պետքա էստակադա լիներ, կամ պետքա մնար այնպես, ինչպես որ կար ժամանակին։ Ամեն անգամ երբ այդտեղով ես անցնում եմ, վստահ եմ բոլորը ահա որ հայոյում եմ այդ նախագիծը անողին, անկեղծ եմ ասում, եւ ուղղակի այս մարդկանց դեմքն է էսի։ Ես միշտ ասել եմ, այս կալցևոն, այս իշխանությունների դեմքն է, իրանց ապաշնորհությունն է, բնութագրում է, թե այս մարդիկ ինչ ձևով չեն կարա երկիր ղեկավարեն։ Սիրելի աջակցիներ, այս տեսակ ծրագրեր մեր ժամանակ չի լինելու։ Այս փոխվելու է եւ մեծ նախագծեր լինելու Հայաստանում եւ այս խցանումները, որ ամեն օր ցանկացած ժամի մենք առնչվում ենք դրա հետ, այդ խցանումներին լուծում է տրվելու։ Սիրելի երևանցիներ, աշխարհում միակ երկիրը չենք, որ այսքան մեքենաներ կա եւ մայրաքաղաք կա, բայց լուծումներ կան։ Այս մարտիկ չեն կարողանում, անվտանգությունից մինչև տնտեսություն չեն կարողանում։ Իսկ այս բոլոր հարցերին լուծում տալու համար պետքա լինի մի թիմ, որ գիտակցում է ինչ է անվտանգությունը, գիտակցում է ինչ է խաղաղությունը, գիտակցում է պատերազմի ժամանակ ինչպես պաշտպանվել եւ ինչպես կազմակերպել ժողովրդին։ Դրա համար մենք պետք է ընտրենք Հայաստան դաշինքին, ամսի 7-ին միասին կարող ենք, սիրելի աջակցիներ,